Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում, ծափահարություններ, ոչ պաշտոնական զրույցներ ու գովասանքի խոսքեր Թրամփի շուրթերից։ Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստներ։ Մեծատառերով գրված խաղաղության տակ մեկ հարց կա. ինչ մասնակցություն ունեին Հայաստանն ու Ադրբեջանն այդ նիստին։ Գալիս ենք նրան, որ մեր երկրի ղեկավարի եւ Ադրբեջանի ղեկավարի ներկայությունը խիստ ցանկալի կլներ, այ ոնց որ ցուցանմուշի պես նաեւ մի քիչ բառը կոպիտ է հնչում, բայց նաեւ տեղին պետք է ցույց տային այն նրանց օրինակը, որ տեսեք ատամներով պայքարող իրար հանդեպ անգամ էքզիստենցիալ վտանգ ներկայացնող ժողովուրդները իդեմս նրանց ղեկավարների եկել են ընդհանուր հայտարարի, որ այլևս պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ըստ միջազգայնագետի, որքան էլ Թրամփն իրական խաղաղություն է ներկայացնում, պատկերը հետևյալն է։ Սա իրականում մեծ զինադատար է, որը եղել է էլի ժամանակին մենք ունեցենք ավելի երկարաժամկետ զինադատար, եւ այստեղ հասկանում ենք, որ այդուհանդերձ որքան էլ Թրամփը այսպես քաջալերի գեղեցիկ պաթոսային խոսքեր, պաթոսային խոսքերով ներկայացնի, այդուհանդերձ իրականում ադրբեջանական կողմը բնավ իր ծավալապաշտական, իր առավելապաշտական նկատումներից ու ծրագրերից չի հրաժարվել։ Իրական խաղաղությունը նույնիսկ Ադրբեջանի պահանջների բավարարումից հետո երաշխավորված չէ, նշում է մասնագետը, իսկ Թրամփը երկկողմանի խաղ է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մի կողմից փաստացի նույն Թրամփը խաղաղություն է բերում տարածաշրջան եւ հագամարտող կողմերին, մի կողմից է զինում է Ադրբեջանին։ Այդ թվում Ադրբեջանն էլ արդեն իսկ մեղադրում է, որ Հայաստանին են զինում, որտեղ գիտեք, Վենսի այցելության շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Փաշինյանն ու Ալիևն ըստ էության վերածվել են Թրամփի հաստատած խաղաղության ամենաիրեղեն ապացույցին, նշում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը եւ հավելում. Թրամփը պետք է անընդհատ ցույց տա, հորդորելով իրար ձեռք սեղմել, իրար կողք նստել, իրար հետ խոսել եւ այլն։ Վստահ չեմ, կարելի արդյոք ասել նման բան։ Համենայն դեպս ես այդպես եմ կարծում։ Նրանք ընկերացել են։ Ոտքի կանգնեք, ոտքի։ Դուք ընկերացել եք պատերազմից հետո։ Քաղաքագետի ուշադրությունը մեկ այլ հանգամանք է գրավել։ Թրամփը թվարկեց Գազայի վերականգնման համար մոտ 7 միլիարդ դոլար աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած երկրների ցանկը։ Դրանց թվում Ադրբեջանը կար, Հայաստանը ոչ։ Ինչ գործառույթ ունի Հայաստանը այդ նշածս նվազագույն անհրաժեշտությունից բացի, որ կա Թրամփի համար, սա այդքան էլ պարզ չէ։ Հայաստանի անունը չի շոշափվում խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովի որոշումների եւ որևէ համատեքստում։ Ամեն դեպքում քաղաքագետը դժվարանում է ասել, թե ինչ գործառույթ ունի Երևանը խաղաղության խորհրդում։ Աղքատ ազգականի տպավորությամբ է Հայաստանի ներկայությունը։ Թեպետ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար դա հակառակի առիթ է, այսինքն ցույց տալ, թե ինքը որքան ընդունված է միջազգային բարձր մակարդակներում։ Իսկ մինչ մենք փորձում ենք կատարել խաղաղասեր Ադրբեջանի բոլոր պահանջները, Ալիևի թիկնապահները նույնիսկ Վաշինգտոնում չեն կարողանում հանդուրժել խաղաղ ցուցարարների քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը եւ ծեծում են նրանց։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։